Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Մարտակերտի շրջանի երից մանկանց վանքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարվել Արցախ Monuments էջում։ Վանքը 17-րդ դարի շինություն է։ Վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյան որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է, ասված է հաղորդագրությունում։ Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինական փայլուն օրինակ է, կառուցվել է 1691 թվականին պատմական ջրաբերդում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները դատապարտել են Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել դատապարտելով 4 սրբազանների կալանավորումը։ Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակտություն եւ թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ, ասված է հայտարարությունում։ Հոգևորականները նաեւ նշել են, որ անունացորդ հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ազգընտիր հայրապետ Գալեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Պայթուն է տեղի ունեցել Արմավիր մարզի Արևիկ գյուղում, ինչի հետևանքով մեկ անձ տուժել է, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին նախազանգը ստացվել է դեկտեմբերի 9-ի ժամը 8:38-ին։ Տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում պայթուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների, տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն, ասված է հաղորդագրությունում։ Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։